Բարև ձեզ։ Տեսնեք։ Սիրելի 7-րդ դասարանցիներ, այսօրվա մեր հայցրած թեման է բայի անդեմ ձևերը։ Բայ որպես խոսքի մաս ձեզ արդեն ծանոթ է։ Այժմ ինչ է ցույց տալիս բայով կասի։ Ասա Գաբրիելա, բայը ցույց է տալիս գործողություն։ Բայը ցույց է տալիս մի քիչ բարձր գործողություն է ցույց տալիս, ճիշտ է։ Ինչ հարցերի է պատասխանում։ Ասա Մարիա, ինչ անել, ինչ լինել եւ նմանատիպ հարցեր։ Եվ նմանատիպ հարցեր։ Ինչ քերականական կարգեր ունի բայը, դուք արդեն գիտեք բայի քերականական կարգերը։ Ասա Էմիլի ջան։ Ունի թիվ, սեր, դեմ եւ ժամանակ։ Ճիշտ է։ Ունի թիվ, դեմ, ժամանակ եւ սեր։ Հիմա տեսեք, այն բայերը, որոնք ունեն այս քերականական կարգերը, կոչվում են դիմավոր բայեր, որովհետեւ այդ քերականական կարգերը մենք կարող ենք որոշել։ Իսկ այն բայերը, որոնք չունեն այս քերականական կարգերը, ունեն միայն սեր, դրանք կոչվում են անդեմ բայեր, այսինքն մենք չենք կարող որոշել բայի դեմքը, չենք կարող որոշել բայի թիվը, ժամանակը, դրանք կոչվում են անդեմ բայեր, որպեսզի դուք թեմայի մասին ընդհանուր գաղափար ունենաք, ես կմիացնեմ հիմա մի վիդեո հոլովակ, որը միասին մենք կդիտենք։ Այսօր մենք ուսումնասիրենք բայի դիմավոր եւ անդեմ ձևերը։ Հայտնի չէ գործողությունը կատարողը եւ ժամանակը, ապա գործածված է անդեմ բայը։ Այն կարող է հանդես գալ բոլորված։ Պահպանել մաքրություն, պահպանել ինքնին ընդհանրապես գործողություն է, որը հասցեագրված չէ ոչ մեկին։ Չխանգարել աշխատողներին, չկա դեմ, չկա ժամանակ։ Տեսնելով մեծահասակին, նա տեղը զիջեց, տեսնելով այստեղ տեսնել բայը գործիական հնորով է գործածված, սակայն դարձյալ չկա դեմ, թիվ եւ ժամանակ։ Ուրեմն սրանք անդեմ բայեր են։ Անդեմ բայերը նախադասության մեջ կարող են հանդես գալ որպես գործողություն կատարող։ Երազողները հետաքրքիր մարդիկ են, ովքեր երազողները։ Այստեղ երազել բայն է, որի ուրեմն բայաձևը երազող եւ օգնակի թվով է կիրառված։ Այստեղ երազողները նախադասության ենթական են, որովհետեւ հետաքրքիր մարդիկ են, ովքեր երազողներ են, ենթակային տրվող հարցն են։ Խաղացողները պատրաստվում էին առաջնությանը, դարձյալ խաղալ։ Այսպիսով դուք արդեն գիտեք, որ բայի անդեմ ձևերը չեն ունենում բայի բնորոշ քերականական կարգերի մեծ մասը, ունենում են միայն սեր։ Իսկ ինչ է բայի անդեմ ձևը, եկեք միասին սահմանենք։ Այն բայաձևերը, որոնք ցույց են տալիս գործողություն առանց եղանակի, ժամանակի, դեմքի եւ թվի, կոչվում են բայի անդեմ ձևեր։ Բայի անդեմ ձևերը, սիրելի աշակերտներ, կոչվում են նաեւ դերբայներ։ Դերբայներից 4-ը համարվում են ինքնուրույն գործածություն ունեցող, այսինքն տախյալ անկախ դերբայներ, իսկ 4-ը համարվում են ինքնուրույն գործածություն չունեցող, տախյալ դերբայներ։ Ուրեմն անդեմ բայերը լինում են անկախ դերբայներ եւ կախյալ դերբայներ։ Ինչու է կոչվում անկախ եւ կամ կախյալ դերբայ։ Այսօր մենք ուսումնասիրել ենք անկախ դերբայները։ Անկախ դերբայներ են կոչվում այն դերբայները, որոնք նախադասության մեջ կարող են ինքնուրույն առանց օժանդակ բայի հանդես գալ։ Այսինքն կարիք չեն ունենում օժանդակ բայի, որպեսզի նախադասության մեջ իմաստ արտահայտեն։ Իսկ կախյալ դերբայները հակառակը, իրենք առանց օժանդակ բայի չեն կարող նախադասության մեջ հանդես գալ։ Օրինակ, եթե ես ասում եմ երկող աղջիկը մտավ ներս։ Ինքնուրույն գործածություն ունի, չէ՞։ Առանց օժանդակ բայի գործածում է, չէ՞։ Իսկ եթե ասում եմ ես երգում եմ այդ երգը, երգում, առանց օժանդակ բայի իմաստ ունենա։ Եկեք հանենք օժանդակ բայի, ես երգում այդ երգը, իմաստ ունի։ Այսինքն եթե առանց օժանդակ բայի չի կարող գործածվել, համարվում է կախյալ դերբայ։ Իսկ եթե առանց օժանդակ բայի գործածվում է, համարվում է ինչ։ Անկախ դերբայ, ճիշտ է։ Հայերենի անկախ դերբայները անորոշ դերբայ, հարակատար դերբայ, ենթակայական դերբայ եւ համակատար դերբայ։ Հիմա յուրաքանչյուրի հերթով անդրադառնանք։ Անորոշ դերբայ։ Անորոշ դերբայը համարվում է բայի ելակետային ձևը։ Ինչ է նշանակում ելակետային։ Սկզբնական ուղիղ ձևը։
հոլովներ։ Ուղղական հոլովը ճիշտ է։ Իսկ այն բայի ուղիղ ձևը, երանգետային ձևը անորոշ դերբային է։ Վերջավորությունն է L, անորոշ դերբայը գոյականների պես հոլովում է։ Ենթարկվում է ու արտաքին հոլովման։ Ներգոյական և հոգնակի ձևը երբեմն ուներում է, բայց դրանք շատ խիստ սահմանափակ են։ Անորոշ դերբայի հիմքից են կազմվում բայաձևերի մեծ մաս, այսինքն անորոշ դերբայը շատ կարևոր նշանակություն ունի լեզվում։ Օրինակ, գրած, կգրեմ, խաղալիս, անորոշի հիմքը կլինի գրել, խաղալ, գր, չէ, եթե L-ը հանենք, խաղալիները ալը հանենք, կմնա գր կամ խաղ։ Հիմա գրած, այս մյուս դերբայը կազմվել է անորոշի հիմքից, կգրեմ, խաղալիս, հասկացա՞ք, անորոշի հիմքից են կազմվում։ Ենթակայական դերբայը իմաստով շատ նման է ածականին, ունի ող վերջավորություն։ Ենթակայական դերբային արդեն փոխանվանաբար է գործածվում։ Փոխանվանաբար գործածվելիս հոլովում է գոյականի պես, այսինքն ի հոլովման։ Օրինակ, երկող, հոստող, զբոսնող, իսկ եկեք տեսնենք, թե որտեղ է երևում նրա ածականին նման լինելու։ Օրինակ, երկող աղջիկ, եկեք հարց տանք։ Ինչպիսի աղջիկ, երկող աղջիկ։ Իսկ ով կգժի ածականի հարցը որն էր։ Որն են ածականի հարցերը։ Ինչպիսի, որպիսի, ապրեք, ինչպիսի, որպիսի, հիմա երկող աղջիկ, ինչպիսի հարցին պատասխանեց, չէ, բայց պետք է ուշադիր լինեք, որովհետև երկող սրանորոշումոց կլինի, երկեր, այսինքն հարց եք տալիս կոնկրետ բայի ուղիղ ձևին ինչ անել, երկեր, դարձավ անորոշ դերբայ, ուրեմն պետք է ուշադիր լինեք, սա ոչ թե ածականի, այլ ենթակայական դերբային է և ունի ող վերջավորություն։ Հաջորդ մեր դերբայը հարակատար դերբային է։ Հարակատար դերբայը ևս հարաբերակից է ածականին, ունի անց վերջավորությունը, փոխանվանաբար գործածվելիս գոյականաբար հոլովում է և հոգնակի է կազմում։ Եթե ավելացնենք անց կստացվի քնած, նեղացած, հոգնած, գրած բառերը, իսկ ինչու է նորից հարաբերակից ածականի, հոգնած, հայրիկում, աշխատանքից հայրիկի հետ հոգնած, նորից հարց եք տալիս, ինչպիսի հայրիկ, հոգնած հայրիկ, նման է չէ ածականի, բայց եկեք նորից ելակետային ձևը դրդեք, ինչ անել, հոգնել կամ քնել, ճիշտ է, դարձավ անորոշ դերբայ ունեցավ, ուրեմն հարակատար դերբայ։ Վերջին մեր դերբայը համապատար դերբային է, համապատար դերբայը հարաբերակից է ժամանակի մաղբային, ունի իս վերջավորություն, կազմվում է անորոշ դերբային ավելացնելով իս, ունեք երկեր, ինչ երկերից, խաղալ, խաղալիս, ճիշտ է, բայց պետք է հիշեք, որ միշտ չէ, որ այդ վերջավորություններով վերջացող բառեր, օրինակ իս, ող, ած, միշտ դերբայներ են, պետք է ելակետային ձևը ստանանք, հիմա երկելիս, ինչ անել, երկել, հոգնելիս, նեղանալիս, կեցեք, ապրեք։ Սիրելի 7-րդ դասարանցիներ, դաս ամրոքու նպատակով ձեզ համար օնլայն պատրաստել եմ քվիզիս հարթակում թեստ։ Հիմա բոլորը QR-ի կամ կոդի միջոցով կմիանաք թեստին, ես այստեղից ձեզ թույլտվություն կտամ, որպեսզի մասնակցեք, ես արդեն տեսնում եմ այստեղ Հայ, Անահիտ, Մարի, Էմիլի, բոլորը ոնց որ թե միացել են։ Ես հիմա միացնում եմ թեստը, դուք պատասխանում եք թեստի հարցերին, թեստում կերևա հարցը, 4 տարբերակներ են, դուք 4 տարբերակներից մի ճիշտ պատասխան կընտրեք, կամ չկընտրի ճիշտ պատասխանը, չգիտեմ արդեն։ Հետո ձեզ մոտ նորից կբերի ձեր սխալ պատասխանած հարցերը, որպեսզի դուք նրանց նորից պատասխանեք և ճիշտ պատասխան իմանաք, ավելի ամրապնդեք ձեր գիտելիքը։ Եվ հետո իմ էկրանին կհայտնվի, թե ով քանի ճիշտ և քանի սխալ պատասխան ունի։ Ընդ որում նաև վերջում էկրանից կհայտնվի առաջին 3 հաղթողների անունները։ Պատրաստ եք։ Դե սկսեցինք։ Դեղ արդեն Անահիտ ունի 2 ճիշտ պատասխան, Մարին ևս, Գաբի 1 սխալ պատասխան, 3 ճիշտ, ապրես Անահիտ, կեցես Մարի,
ավելի ուշադիր։ Անահիտ, Մարի, Գոհար, կեցեք։ Մարի, կեցես։ Անահիտ վերջացրիր։ Մարին ևս վերջացրեց։ Գոհար, սպատ պատասխաններից նորից պատասխանիր։ Միասին աշխատում եք չքննարկել անհատական աշխատանք է։ Երաշտություն բարձրացնեմ, ձեզ կտրամադրի։ Մարի, երկու Մարիներն են մնացել։ Մյուս Մարին վերջացվեց։ Մարի ջան, վերջացրու։ Ժամանակն արդեն լրանում է։ Վերջ։ Ուրեմն առաջին 3 հաղթողները։ Անահիտ առաջին տեղ, երկրորդ տեղ Մարի, երրորդ տեղ Էմիլի, կանգնեք։ Եկեք ծափահարենք մեր հաղթողներին։ Ապրեք սիրելի մեջ, կեցեք։ Շնորհակալ եմ շատ լավ դասի համար, հուսով եմ դասը ձեզ համար օգտակար էր եւ հետաքրքիր։ Շնորհակալություն։ Նորից մեր ընկերներին ծափահարենք եւ ինքներս մեզ նայենք։